44-օրյա պատերազմը գլխիվայր շրջեց նաև լրագրողներիս կյանքը։ Բարձրակրունկներս փոխարինեցի կիսաճտքավորներով, վերնաշապիկս փոխարինեցի զրահաբաճկոնով, ցիլհոներս փոխարինեցի զրահագլխարկով, դեմքս դարձավ խիստ գունատ, անխնամ եւ առանց դիմահարդարման։ Ծնողներս ինձ տանը միայն գիշերն էին տեսնում։ Ես կամ Դավիթ բեգ գյուղում էի, կամ Եղվարդում, կամ որևէ այլ թեժ կետում Սյունիքի։ Առաջին անգամ Դավիթ բեգ գյուղում հասկացա, թե ինչ է պատերազմը։ Հրետակոծությունը, որի ձայները դուք լսեցիք, ուղղված են Սյունիքի մարզի Դավիթ բեգ բնակավայրին, խաղաղ բնակչությանը։ Գյուղապետ Բենիկի տան մոտն էինք, երբ հերթական կրակը եկավ։ Նկարահանման տեխնիկան ես մի կողմ էի քաշում, օպերատորը մի այլ կողմ։ Մենք շտապում էինք պատասպարվել, որ կենդանի մնանք։ Կռվի թեժ օրերին կապան դիակ էին բերում դիակի հետևից։ Կեսօրին ես ու երկու ընկերս գնում էինք հերոս տղաների հուղարկավորության։ Գալիս 2, 3, 4 ռեպորտաժ պատրաստում, իսկ երեկոյան գնում էինք մեկ այլ հերոս տղայի արդեն հոգեհանգստին, ապա վերադառնում աշխատանքի։ Ճանապարհին ոչինչ չէինք խոսում։ Սիրտ չկար խոսելու։ Կռվի օրերին մի օր ինձ զանգ տվեց մեր Հասմիկը ռադիոյի, ասաց մեր լրագրող Արիսի Դավին ենք փնտրում, ու ես սկսեցի ամեն պահի զանգեր կատարել։ Սիսիանի, Կապանի, Գորիսի հիվանդանոցներ, զինհոսպիտալներ, սիրելի Ալիս։ Ես այնքան շատ էի ուզում զանգել եւ ասել, որ թեկուզ վիրավոր, բայց Դավիթը Սյունիքում է, որևէ հիվանդանոցում կենդանի, բայց ես չգտա Դավիթի անունը ոչ մի հիվանդանոցում։ Դավիթը ընկել էր քաջի մահով։ Սկսեցինք հերոսների, գերեվարվածների, անհետ կորածների մասին մեր նկարահանումները։ Ես օրեր շարունակ ազգայացել էի։ Իսկ դուք ինչպես կլինեիք, երբ հայրը ծնկի գար որդու կորստի ցավից։ Ինչպես կլինեիք, երբ տուն մտնելուն պես անհետ կորածի քույրը քեզնից իր եղբորը պահանջեր։ Իսկ դուք ինչպես կլինեիք, երբ նայեիք գերեվարված ու դատապարտված Ալյոշայի երեխաների աչքերին։ Մեր տղաների մարմինները հաճախ տոպրակների մեջ էին տալիս սգագիր ընտանիքներին։ Տղաների մարմինները օրերով գցած էին թողնում դիահերձարաններում, այդ թվում նաև Կապանի։ Կապանի դիահերձարանի երկրորդ հարկի ահա այն սենյակում, խախտելով աճյունների պահպանման կանոնները, օրեր շարունակ դրված են մնացել զոհված տղաների մարմինները։ Սա էր պետությունը։ Գորիսեցի Վարդգեզի աշխատակիցները երեկոյան Արցախից բերում էին մեր տղաների մարմինները, իսկ առավոտյան հաց էին հասցնում Ստեփանակերտ։ Սյունիքը պետություն էր դարձել պետության մեջ ու մի կերպ հաղթահարեց պատերազմը, բայց ինչ իմանար, որ դա դեռ վերջը չէ։ Պատերազմից հետո թշնամին մտավ Սյունիք եւ մինչեւ հիմա դուրս չի եկել։ Աչքերիս առաջ ադրբեջանցին դիրքավորվեց Սևլրջում, աչքերիս առաջ տնավորվեց Որոտանցի Մանուշակի Հյուսերյանի տանը։ Երկհարկանի այն շենքը, որի վրա հիմա ադրբեջանական դրոշ է տնկված, Որոտանցի Սերյան Օհանջանյանի եւ Մանուշակ Պետրոսյանի տունն է, միաժամանակ հանրային սննդի օբյեկտը իր հարակից տարածքներով։ Թուրքերը մեկ ժամ անգամ չեն տվել Որոտանցի Սերյանին ազատել իր տունը։ Դրոշ տնկեց ժողովրդիների տան գլխին։ Իմ աչքերի առջև 3 կենսական նշանակության ճանապարհ հանձնվեց։ Դիրքեր հանձնվեցին ռազմավարական՝ Փայլասարի, Վարդանասար, Ներքին Հանդ, Քաչալ Սար։ Երկու եղբայր այրեցին իրենց տունը ու անձայն հեռացան։ Հանձնվում էր Կապանի օդակայանի դիմացի տարածքը։ Հիշում եմ ժամը 5-ին պիտի մտնեին ադրբեջանցիները։ Ընկերներս արդեն նկարել եւ դուրս էին եկել ու ձայն էին տալիս, որ ես էլ դուրս գամ, բայց ես համառորեն չէի ուզում դուրս գալ ու փոքր երեխայի պես դեռ ոտքերով խաղում էի այդ ցեխերի մեջ ու անսովոր էր ինձ համար, թե ինչպես կարող է իմ կանգնած տեղը ընդամենը վայրկյաներ հետո դառնալ ադրբեջանական եւ ինչպես կարող է թշնամու ոտքը հայտնվել այդ հողի վրա։
Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարդիկ, իմ աշխատանքը այսպիսով վերածվեց պայքարի։ Պայքար հայրենիքի ազատագրման համար եւ իշխանափոխության։ Ճիշտ է, այդ ընթացքում իմ նկատմամբ նաեւ հարուցվեց քրեական գործ իմ մասնագիտական պարտականությունները կատարելու համար եւ ոմանց թվաց, թե ես պիտի վախենամ։ Եկեք եւ տարեք ինձ։ Ես չեմ վախենում նախ, որովհետեւ հանցանք չեմ գործել եւ երկրորդ այն ինչից ես վախենում եմ, արդեն կորցրել եմ, դա հայրենիքն է։ Ես քաղաքականությամբ զբաղվելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը իշխանության է։